որպեսի հականիշը դա դավաճանն է եւ հիմա Փաշինյանական իշխանությունը ապացուցեց, որ իրենք դավաճան են, որովհետեւ հերոսը տալիս է, դուք դավաճանաբար գողանում եք։ Դուք գողանում եք։ Հույժ գաղտնի կարող է լինել մեր անվտանգության ռեսուրսը, մեր սահմանների ճիշտ ապահովումը, մոդուլային տներով մեր զինվորներին ապահովել, ասենք 1000 մոդուլային տուն անեիք, ասեիք 10 ենք արել, չիմանայինք էլի դուք այդ դրա հույժ գաղտնի զենք ու ձեռք բերեիք, չգիտեմ, բալիստիկ հրթիռներ, չգիտես ինչեր, ասեինք, ինչն է հույժ գաղտնի։ Մեր բոլորի բյուջեից բյուջեն իմն է։ Նիկոլ Փաշինյան, դու ես ասել, բյուջեն մեր բոլորի, մեր ընտանիքի բյուջեն է, պետությունը մեծ ընտանիք է եւ ինչու է գողացել, գողեր, ինչու է գողացել մեր պետական բյուջեն, ինչ է նշանակում պարգևավճար են ստանում, ես հասկանում եմ նաեւ ցավոք մեր ընդդիմության լռությունը, որովհետեւ մի քիչ փայել իրենց են տվել, դուք ասում եք բանա գնացել են բարեգործություն են, իսկ ով է ասել, որ իմ տված հարկի հաշվին իրենք կարող են գնալ բարեգործություն անել, հետ ուղարկեիք բյուջե, կարող է ես կվերցնեի այդ բարեգործությունը ձեզանից լավ կանեի, ով ասեց, կհսկեին արդեն, այ հիմա ծպտուն չեն հանում, որովհետև իրենք էլ են ստացել, հիմա ծպտուն չեն հանում, որովհետև իրենք էլ են ստացել, Էնպես կանեին կհասներ, երբ որ բոլորը մտել են այդ կացայի մեջ ամեն մեկ ասում է այսքան ինձ տուր, ես կլռեմ, այո, ծպտուն չեն հանում այսօր։ Մնացել են այսպես արտախորհրդարանական ուժերը, որոնք չգիտեն, լավ, ինչ անենք մենք, ինչ անենք, ձեզ հաճելի է, դուք տանում եք, շատը իրենք են գողանում, մի քիչ ձեզ են տալիս, մի քիչ հույժ գաղտնի են պահում տանում են, մենք օրինակ ես չգիտեմ, կարող է Նիկոլ Փաշինյանը հույժ գաղտնի իր բոլոր նախարարներին առանձնատներ է նվիրել, չգիտեմ, ես կասկած ունեմ, այդ կասկածի որդը այդ օրվանից իմ մեջ է, քանի առանձնատուն է ասես նվիրել իր նախարարներին, տեղակալներին, մամուլի խոսնակներին, չգիտես, վարորդներին, ինչ է նվիրել, եւ այս ամենը հարգելի կենսաթոշակառուներ, ձեր 36,000 դրամ ստանալու ֆոնին, են որ ասում էին 10,000 դրամը ինչ են անելու, ձեր գլխին են տալու, ինչ են անելու, կտանեին ձմեռվա կոմունալ կվճարեին, երեք Հրազդան քաղաքում էի, ցրտի մեջ մարդիկ խարխափում են, սովի մեջ խարխափում են, Երևանից 45 կիլոմետր գտնվող քաղաքում, այնտեղ ասում են կա բանդա, իդեպ ասեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւս բանդա է, բանդայի գործառույթը որն է, բանդան գողանա տանի, բանդան հավաքի ու բաժանի իրար միջև, այդ որ ասում են ասֆալտ, տո չգիտես, ինչ դե բանդան էլ կարող է ասֆալտ գցել, բա իրենց ջիպերն ու մերսեդեսներն են այդ ասֆալտով գնում գալիս, բա ինչա բանդան չի կարող ասֆալտ գցել, բանդայի մտածողությամբ կառավարում է իրականացվում Հայաստանում, ինչքան աղքատ, ինչքան սովից շուտ մեռնող, ինչքան առողջական խնդիրներից շուտ մեռնող հասարակություն ունենանք, այնքան այս բանդան կշահի, ինչ էլ ոնց էլ չլինի իր հերոս հարկատուները կան։ Ինձ Հրազդանում ասում էին, այո, մենք երկար խոսել ենք երեք մի տխուր առիթի էի մասնակցում ցավոք, բայց մարդիկ խոսում էին, ասում էին բանդա է ղեկավարում մեր երկիրը, բառի սուղիղ իմաստով բանդա։ Ինձ օրինակ ինչ փոխանցեցին, ասում են Հրազդանի այդ Սևան Երևան մայրուղու վրա, Հրազդան հասած, երկու գազալցակայաններ կան, որոնք 1 տարի գրեթե չեն աշխատում։ Ասում էին մարդիկ, որ պատճառը այն է եղել, իբր որ Անա Հակոբյանը հրավիրել է այդ գազալցակայանի սեփականատիրոջը իր հետ ճաշկերույթի, այդ միլիոնանոց ճաշկերույթներին, սա չի գնացել, արդյունքում 1 տարի գազալցակայանը փակ է։ Հիմա ես դիմում եմ Անա Հակոբյանին, հրավիրել եք այդ մարդկանց ճաշկերույթի, Հրազդան մտնող ճանապարհից այս կողմ կա 2 գազալցակայան, այդ գազալցակայանների սեփականատիրոջը հրավիրել եք ճաշկերույթի, որոնք հրաժարվել են, պարզ հարց եմ ուղղում, շատ պարզ հարց, ուզում եմ ձեր միջոցով այս հարցի պատասխանը լսել, արդյոք դուք հրավիրել եք իրենց ճաշկերույթի, որոնք հրաժարվել են մասնակցել, եւ հիմա այդ գազալցակայանները փակ են, 1 տարի է չեն աշխատում, ես չեմ կարող ասել
ընդհանրապես ինչու չեն աշխատում։ Ես ձեզ հարց եմ ուղղում եւ սպասում եմ ձեր պատասխանին։ Թե չէ, ասում էինք նախկիները գող են, թալանչի են, դուք եւ գող եք եւ թալանչ եք։ Ես այսօր այստեղ գալուց այսպես մտածում եմ, օրինակ նախկիների ժամանակ մեր պետական պարտքը 3 նախագահի օրոք մեր պետական պարտքը եղել է 6 միլիարդի կարգի։ Փաշինյանական իշխանությունը մեր պետական պարտքը մոտեցրել է 15 միլիարդի։ Այն ժամանակ բյուջեն այդքան հարուստ չէր եւ բոլորը զբաղվում էին գործարարությամբ, այդ գործարար տղերքը հարստանում էին, մեզ էլ խափում էին բյուջե հարկեր չէին լցնում։ Հիմա եկել են փողոցից իշխանության մի բանդա, ով ասում է դու ես քեզ անվանում եմ հերոս հարկատու, դու պիտի բերես լցնես այս կաթսայի մեջ, իսկ ես այդ կաթսայից պիտի գողանամ։ Այս սա է տարբերությունը։ Այն ժամանակ դες սրանք գործարար չեն, որ իրենք իրենցով նախկին գործարարներին են դեռ սրանք քամում։ Նախկին սրանք եթե հիմա փողատեր են, սրանք գործարարությամբ չեն կարող զբաղվել, որովհետև գործարարությամբ զբաղվում են գործարար միտք ունեցող մարդիկ։ Դե սրանք գողը ոնց կարող է գործարարությամբ զբաղվի։ Շարքային գողեր են ինձ համար, որովհետև երբ որ դուք հույժ գաղտնի իմ հարկը գողացել եք ու դա անունը դրել եք հույժ գաղտնի, եթե օրինակ ամեն մեկին վճարեին մի, ասենք 300,000 պարգևավճար, դե կասեի ոչինչ, 13-րդ աշխատավարձ են ստացել կիսով չափ կամ դուք գողացել եք հայ ժողովրդի գրպանից, մեր հարկերից։ Ահա եւ սիրելի հարկատուներ, որոնց ձեզ Փաշինյանը հերոս է հռչակել, տարեվերջին դուք տեսաք որտեղ են գնում ձեր գումարները։ Նորից դիմում եմ ձեզ Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքյասյան, շատ ու շատ գործարարներ ունենք։ Դե Նարեկ Նալբանդյանը դա ես չեմ կարծում, որ Նարեկ Նալբանդյանը այդպես ինձ համար ինքը անհայտ մարդ է, իր դեմքով գործարար է, ինձ համար դա տարակուսելի է, որովհետև հենց կակրաս 3 հրազդանում ինձ, այո, հրազդանցիները այդ տխուր առիթը թողել եկել Նարեկ Նալբանդյանի հարցն էին իմ հետ քննարկում ու դուք գիտեք որտեղից իրեն այդ փողերը ամեն ինչ տեսնում ենք ինքն է առնում հրազդանում էլ էին ասում 8-8 է բացում 6-6 է բացում չգիտես ինչ զիբիլներ են բացում ինձ հարցնում են որտեղից այդ փողերը որովհետև Հայաստանում դառնալ այտենց միանգամից միլիոնատերներ մի տեսակ անհասկանալի է, չէ, որ մենք իմանայինք օրինակ ով է եղել Նարեկը 10 տարի առաջ, սկսել է սրանից եկել հասել է սրան, դե կասեին բախտը բերեց արդեն, բայց մեկ էլ հանկարծ 18-ից հետո ի հայտ է գալիս մեկը մենք Հովիկ Աբրամյանի տունն է առնում, Պողոսի տունն է առնում, նրա դաչան է առնում, նրա այդ ես չգիտեմ որքանով է ճիշտ, հարցս ուղում եմ էկոնոմիկայի նախարար Պապոյանին, այդ ստատուսներ բան նստում գրում է սրա նրա, հարցս ուղում եմ ձեզ, ասում էին երեք էլի հրազդանցիները, ինձ ասում էին ճշտեք, եթերում հարց ուղեք, հրազդանցիների անունից եմ ձեզ հարց ուղում, Աղթամար ռեստորանային համալիրը Սևան գնացող ճանապարհին իր, չգիտեմ քանի տասնյակ հեկտար հողակտորով 7 միլիոն դրամով է գնել Նարեկ Սարգսյանը, ճիշտ է դա, թե ոչ, ասեք մենք հասկանանք, դուք ասում եք, ես մի պրտիկը բերեցինք պետությանը, դուք 10 մետր բերում եք, 40 հեկտար տալիս եք Պողոսին ու Պետրոսին, անունը դնում եք, որ իրենք հերոսներ են ձեր համար, հերոս հարկատուներ են։